Հաղորդման գործընկեր Ակվատեկ սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Ակվատեկում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Ակվատեկում։ Համատեղ եք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Ակվատեկում։ Նրա կյանքի ուղին նվիրված է կրթությանը, մայրենի լեզվին ու մանկավարժությանը։ Մարդ, ով տարիներ շարունակ ոչ միայն գիտելիք է փոխանցել, այլ ձևավորել մտածողություն, արժեքներ ու սեր դեպի մայրենին։ Տասնյակ տարիների փորձ, հարյուրավոր գիտական հոդվածներ, դասագրքեր, կրթված սերունդներ, ահա եւ աշխատանքի ամենախոսուն արդյունքը։ Իսկ բոլոր կոչումներից ու պաշտոններից առավել կարևոր է մարդկային այն կերպարը, որը նա պահպանել է տարիների ընթացքում, համեստ, բանիմաց, գիտակ ու իր գործին ասահման սիրահարված։ Մանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գալստյանին ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Առաջին բնութագրական հատկությունը պարոն Գալստյանի նվիրված եւ ամենայն խորությամբ մանկավարժ լինելն է։ Աշոտ Գալստյանը կարողանում է ամեն ինչ հասցնել։ Ես երբեմն զարմանում եմ, թվում է թե ինքը 24 ժամի փոխարեն 34 ժամ աշխատում է։ Շատ անմիջական մարդ է պարոն Գալստյանը, բարի, շատ աշխատասեր, կարող է անտրտունջ ժամերով աշխատել։ Ինքը առհասարակ շատ խաղաղ մարդ է եւ իր շուրջն էլ սիրում է խաղաղություն, հանգստություն Եվ նաեւ համառ ու արդյունքին միտված։ Բնավորությամբ հանգիստ է, հավասարակշռված է եւ դիմացինին եւ օգնող։ Եվ այդ արժանինքները նա փոխանցում է մեզ։ Հայրիկիս անունը Աշոտ անվանումը հնդկական ծագում ունի, նշանակում է արև, նա իր անվան նման շատ ջերմ է եւ տաք է։ Չափազանց բարի, հոգատար, ուշադիր, շատ համբերատար, մարդասեր, լավ ընկեր եւ բարեկամ, միշտ նեղության մեջ գտնվողին օգնող։ Այս բոլորի հանրագումարն է ձևավորում պարոն Գալստյանի իբրև հայ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր եւ անվանի մանկավարժ կերպարը։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր հյուրընկալ տանը մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Արմատներով դուք Օշականից եք, Կարսից, ինչ նշանակություն ունեն մարդու ինքնության ձևավորման գործում մարդու արմատները։ Շատ կարևոր նշանակություն ունեն։ Այո, ես ծնվել եմ աշտարակ քաղաքում, ծիծեռնականիստ աշտարակում եւ մարդու արժանինքները, մարդու բնավորության գծերը ոչ միայն գենետիկորեն են ներարկվում, այլ նաեւ ծնողներից, ապուպապերից վերցնում ենք եւ ապրում այնպես, ինչպես մեր հարազատները։ Ձեր մանկությունն է այստեղ անցել, մարդակերտման ճանապարհը թերևս այստեղ եք անցել։ Այո, աշտարակում զարմանալի կլինի, եթե ասեմ 6 ամսականից հաճախել եմ մանուշակ մանկապարտեզ, մայրիկիս ուղեկցությամբ պատմում էր, երբ արդեն մեծ էի, եւ 7 տարեկանից ես հաճախել եմ աշտարակի 4-րդ դպրոց, այն ժամանակ դեռ անվանակոչությամբ չէր կոչվում կաթողիկոս Ներսես Աշտարակեցու անունով, վերջին տարիներին է այժմ այդ դպրոցը թիվ 1 դպրոցն է, լավագույն դպրոցն է մեր քաղաքի եւ 10 տարի սովորել եմ աշտարակի 4-րդ, այսօր աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան
թիվ 1 դպրոցում։ Դպրոցը գերազանցությամբ ավարտեցիք։ Այո, դպրոցը գերազանցությամբ եմ ավարտել, ունեցել եմ լավագույն ուսուցիչներ, նրանցից շատերը այսօր արարում են, աշխատում են նույն դպրոցում եւ ես շատ հպարտ եմ, որ աշակերտել եմ այդ հզոր ուսուցիչներին։ Նրանցից կուզենայի առանձնացնել իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն Ջուլիետա Սարիբեկյանին, որին միշտ հիշում եմ նրա դասերը, հիշում եմ նրա ձերասած նրա մարդակերտումի այդ պատգամները, որ հղում էր մեր դասարանի աշակերտներին, եւ Ջուլիետա Սարիբեկյանին մենք ցնծությամբ էինք դիմավորում, երբ հայոց լեզվի եւ գրականության դասաժամն էր, պատրաստ երկով մենք պետք է ընդունեինք սիրասուն ուսուցչուհուն։ Դու գիտության արշալույսին վառ շողեր ես պարգևում, լույս ես տալիս մեր թևերին, ուսուցիչ դու մեր անգին։ Մի գաղտնիք էլ բացահայտել, իհարկե վերջերս հարցազրույցում նշել եմ, ես հուշագիրք եմ գրում եւ այն անվանակոչել եմ Ջուլիետա Սարիբեկյան, турք հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն, որին այդքան պարտական եմ։ Պարոն Գալստյան, կսխալվեմ, եթե ասեմ, որ Տիկին Սարիբեկյանի մատն էր խառը, որ դուք պիտի ընտրեիք։ Շատ ճիշտ արձանագրում եմ, երկար էի մտածել, նախ իծնեի բնե կարծես ուսուցչի այդ որակները իմ մեջ եղել են, ծնողներից են գուցե եկել, եւ ընկեր Սարիբեկյանին տեսնելով ես ցանկացա ամեն ինչով նմանվել նրան նման քայլել, նրա ձայնի այդ ճախարակումը վերցնել, հայոց լեզվի խորխորատները իջնել, հայ գրականության լավագույն հեղինակներին սերտել եւ մատուցել նոր սերնդին։ Եվ դա կարծես ինձ մոտ հաջողվեց։ Տեսնելով Ջուլիետա Սարիբեկյանին, քայլերս ուղեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, այժմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, բանասիրական ֆակուլտետ։ Բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո պիտի վերադառնայիք հայրենիք պարտքը տալու։ Բնականաբար այն ժամանակ վիճակահանությամբ էր կատարվում ուսուցիչների աշխատանքը եւ վիճակահանությամբ ես նշանակվեցի Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց։ Հրաշք։ Օգոստոսի 24-ին գնացի Օշականի դպրոց, հանդիպեցի երջանկահիշատակ տնօրենին Ֆերդինանդ Հովնանյանին եւ ասացի, որ ես ձեր նոր ուսուցիչն եմ։ Զարմացավ մի պահ, որ իրենք հայտ չեն ներկայացրել, միայն ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչ են պահանջել։ Հետո երբ իմոտո ծանոթացա տնօրենի հետ, ասաց, դե որ այդպես է, մենք ձեզ 4 դասարան կտրամադրենք։ Կանչեց հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին, իսկ այդ ժամանակ հզոր ուսուցիչներ էին այդ դպրոցում աշխատում։ Եվ յուրաքանչյուրից խնդրեց մեկ դասարան՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններ։ Սկզբնական փուլում ես մտածում էի, որ բնականաբար ուսուցիչները իրենց լավագույն դասարանները չեն տրամադրի սկսնակ, նորանշանակ 23-ամյա ուսուցչին, բայց ես սխալվում էի։ Ի պատիվ նրանց ինձ տրամադրեցին դպրոցի լավագույն դասարանները եւ սկսվեց իմ աշխատանքային կենսագրությունը, մայրենի դասը բարության, ազնվության, շռայլության, հայաստանասիրության, եկեղեցասիրության։ Առաջին մուտքը հիշում եք։ Առաջին մուտքը հիշում եմ։ Գիտեի, մանկավարժություն էի ուսումնասիրել, որ շատ կարևոր է առաջին օրը, երբ ուսուցիչը մտնում է դասարան։ Աշակերտները ամենամեծ դիրիժորն են եւ պետք է առաջին օրը դու կարողանաս նվաճել։ Եվ հենց առաջին օրը 8-րդ դասարանում հզոր աշակերտներ, իդեպ եթե ինձ լսում են իմ աշակերտները, նրանք եւ Հայաստանում են աշխատում արարում եւ նաեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում հաճախ ենք հանդիպում ամառային արձակուրդներին, հանդիպում եմ նրանց, հիշում եմ այն դասերը, որ անցել եմ իմ աշակերտների հետ, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, շատ եմ սիրում իմ աշակերտներին եւ ամուր թելերով կապված եմ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Հպարտ եմ, որ աշխատել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ Կարծում եք պատահականություն էր Մաշտոցի անվան դպրոցում հայտնվելը։ Աստծո կամոք գուցե այդպես պիտի լիներ, որ ես հայտնվեի այդ դպրոցում եւ 13 տարի աշխատեի իմ գործընկերների հետ։ Մի բան էլ կուզեմ առանձնացնել։ Դպրոցի ուսմասվարի Նինա Աշչյանին, որի հետ աշխատել եմ, լավագույն ուսմասվար, շատ խիստ ուսմասվար,
ռուսաց լեզվի լավագույն մասնագետ, բայց մինչև այսօր հիշում եմ նրա մտածումը, նրա աշխատանքային կենսագրությունը, որ մենք սկսնակ ուսուցիչներս սովորում եւ սրտում էինք նրա դասերը, ինչպես պետք է մտնենք դասարան, ինչպես պետք է խոսենք աշակերտի հետ եւ ինչ արարում պիտի ունենանք այդ սուրբ դպրոցում։ Իսկ դպրոցը իրապես սուրբ էր, քանզի Օշականում էր գտնվում եւ կրում էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցյանը։ Այո, ճակատագրական փոքրիկ դիպվածով դուք եկաք Մաշտոցի անվան դպրոց։ Ենթադրում եմ, որ ճակատագրական նման դիպվածների պակաս էլի կյանքում չունեցաք։ Մի նման դիպվածով նաև ձեր կնոջ, ապագա կնոջ հետ ծանոթացաք։ Այո, Փարպի գյուղում բարեկամներ ունեինք եւ այնտեղ մեր բարեկամի հարևանությամբ էր ապրում իմ երկու սիրասուն զավակների մայրը եւ այնտեղ ես ծանոթացա Լաուրայի հետ։ Ունեմ երջանիկ ընտանիք, ունեմ երջանիկ տղաներ եւ շատ հպարտ եմ, որ իմ ընտանիքը այսպիսին է։ Ես ծանոթ եմ պարոն Գալստյանի խորապես հայեցի ընտանիքին, ընտանեկան դրվածքին, պետք է ասեմ ազգային բոլոր իմաստներով, թեև շատերը կարող են վիճարկել, չէ, ինչի ընտանիքը ունիվերսալ այսպես հասկացություն է, բայց իրենց դեպքում հատկապես հայեցի, այն քրիստոնեական սերը եւ խոնարհությունը ես պետք է շեշտեմ այս երկու տերմինները, սերը եւ քրիստոնեական խոնարհությունը, որ թևածում է նրանց ընտանիքում, ընտանեկան հարաբերություններում, էտալոնային է մեր հայ ընտանիքի համար։ Ուզում եմ օրհնել իմ անունը, ազգանունը, իմ հայրանունը, պատիվ ունեմ, որ կրում եմ, որովհետև շատ հպարտ եմ, որ հենց նրա որդին եմ։ Յուրաքանչյուր պահը, որ անցկացնում եմ հայրիկիս հետ, փորձում եմ վայելել։ Նա եղել է մեզ մեծ ընկեր եւ կա մեր մեծ ընկերը։ Ցանկացած հարցով կարող ենք դիմել նրան, քննարկել եւ նա միշտ մեր կողքն է, տալիս է ճիշտ խորհուրդներ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել մեր կյանքում։ Մանկության տարիները այնպես են անցել եւ կարող եմ իմ եղբոր անունից է նաեւ ասել, ինչ ցանկացել ենք, դա ունեցել ենք։ Նա միշտ սովորեցրել է ինձ եւ եղբորս, որ ցանկացած իրավիճակում պետք է գտնենք ճշգրիտ լուծում հարց, այսինքն չկար նրա համար անհնար հարց, այսինքն ցանկացած անհնար հարց մենք կարող ենք լուծել 3 ճանապարհով, ուղղակի պետք է գտնենք ճիշտ ճանապարհ։ Աշոտ Գալստյանը ինձ համար ավագ եղբայր է, լավ ընկեր է, խորհրդատու, նաև մասնագիտական տիրույթում իմ գործընկերը եւ պարզապես հարազատ հոգի։ Բոլորիս հետ շատ լավ ընկերություն է կարողանում անել։ Կարծում շատ հազվադեպ ընտանիքներում կան այդպիսի ծնողներ, որ նույնիսկ իրենց որդիների հետ այդչափ ընկեր կարող են լինել։ Ես ընտրել եմ իմ երկու զավակների համար լավագույն մայր եւ կարծում եմ չեմ սխալվել։ Ձեր կինը առողջապահության համակարգից է։ Նա բուժակ մանկաբարձուհի է, միևնույն ժամանակ երկրորդ մասնագիտությունն էլ ունի, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության տարական ուսուցման մանկավարժություն եւ մեթոդիկա բաժինը, ինքն էլ էությամբ կարծես ճակատագրով հանդիպել ենք իրար, մանկավարժ է եւ դաստիարակել է երկու զավակներ։ Ձեր զավակները ձեր ուղին չշարունակեցին։ Անկեղծ ասած, ես շատ էի ուզում, որ նրանցից մեկը բանասերի մասնագիտությունը ընտրեր, բայց չցանկացան։ Իսկ ես մանկավարժ եմ եւ չէի կարող այսպես ստիպել տղաներին դառնալ բանասեր։ Ավակ որդիս Համլետը ծրագրավորող է, 2 բուհ է ավարտել մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը եւ ժողովրդական տնտեսության ինստիտուտի հանրային կառավարում բաժինը եւ միևնույն ժամանակ մանկավարժական համալսարանի հայցորդ է եւ առաջիկայում կպաշտպանի թեզ ինֆորմատիկայի դասագործընթացում ներառական կրթության այդ հիմնավորումը թեմայով։ Այո, ընտանիքում բոլորը ճյուղերով պիտի վերադառնան մանկավարժության։ Այո, այլ կերպ հնարավոր չէ։ Այո, ճիշտ նկատեցիք, մանկավարժներ են, իսկ մանկավարժները բարեկիրթ են, մանկավարժները պարտաճանաչ են, մանկավարժները մարդասեր են եւ իրենց գիտելիքները փոխանցում են մեր սերնդին։ Աշոտ Գալստյանի գիտական կարելի ասել ժառանգությունը արդեն պատկառելի է եւ իր խորությամբ եւ նաեւ իր բովանդակությամբ։ Այնքան շատ է սիրում իր աշխատանքը, որ երբեք նույնիսկ չենք տեսնի, որ որևէ բանից դժգոհի, որ ասի նույնիսկ հոգնած է,
ամեն վարքյան պատրաստ է իր գործունեությամբ զբաղվել։ Ամբողջ կյանքիս ընթացքում պարոն Գալստյանին հիշում եմ իր հայեցի խոսքով, հանդարտությամբ, մարդկային բարձր որակներով, որոնք նաև վարակիչ են։ Ես երջանիկ եմ, որ իմ նախկին լավագույն ուսանողը իմ պատկերացումները լրիվ իրականացրել է։ Պարոն Գալստյանը իրապես նաև հրաշալի մանկավարժ է, ընդ որում սա հավասարապես վերաբերում է եւ հանրակրթության ոլորտի իր փորձառությանը եւ բուհական եւ հետբուհական ոչ միայն որպես լեզվաբան կայացած է, այլև մեծ մանկավարժ է։ Երևի պարոն Գալստյանի ամենամեծ սերը հենց երեխաներն են։ Ես կարծում եմ, որ պարոն Գալստյանը հենց ծնվել է մանկավարժ լինելու համար։ Դա առաքելություն է եւ ինձ թվում է, որ դա մարդու տեսակ է եւ էություն է, ոչ թե մասնագիտություն։ Այո, դա մարդու տեսակ է, երբեմն ասում են մանկավարժ ոչ թե դառնում են, այլ ծնվում են։ Իրոք ես եւ իմ ընտանիքի անդամները ծնվել են իբրև մանկավարժ։ Երբ ավակ որդիս Համլետը դաս էր վարում թագավարակի պայմաններում, ես մինչ այդ չգիտեի ինչպիսի մանկավարժ է, արդեն մի քանի տարի աշխատում էր դպրոցում։ Ես այսպես գնացի այն սենյակ, որտեղ ինքը վարում էր եւ հանգիստ նստեցի, ուզում էի լսել ինչպիսի դաս է վարում։ Երբ դասն ավարտվեց, մոտեցա, ասացի. «Կեցես, դու լավ մանկավարժ կդառնաս», որովհետեւ այդ ամենը, երբ որ նա փոխանցում էր աշակերտներին, ինձ շատ դուր եկավ։ Կուզեմ ներկայացնել նաև կրտսեր որդուս Վարդանին, նա երաժիշտ է եւ լավագույն հիթերի հեղինակ, վերջին շրջանի բոլոր հիթերը կարծես թե Վարդանն է հեղինակում։ Ես գիշեր լուսնա գիշեր ֆայ լե 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 Պարոն Գալստյան, հիմա նաև մի փոքր նուրբ ու նաև մի փոքր ցավոտ հարց եմ ուզում տալ։ Սերունդների բախում միշտ է եղել։ Մեզ միշտ ասել են, որ մեր ժամանակ այլ էր, հիմա մենք ենք մեր երեխաներին ասում, որ մեր ժամանակ այսպես չէր, մեր ժամանակ այսպես էր։ Փոխվել են երեխաները, փոխվել են երիտասարդները։ Այնց հետաքրքիր է, իսկ ուսուցիչներն արդյոք փոխվել են եւ պետք է որ փոխվեն։ Հետաքրքրական հարց եք տալիս։ Ես աշխատում եմ նաև մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում եւ կրթում եմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին։ Գիտեք, խնդիր ինձ մոտ իբրև մանկավարժի ուսանողների հետ երբեք չի լինում, որովհետեւ ես կարողանում եմ նրանց լեզուն հասկանալ։ Այսօրվա սերնդին պետք է ճիշտ հասկանալ եւ ճիշտ ընկալել։ Ու գտնում եմ, որ ունենք շատ լավ սերունդ, այսօր մեր ուսանողները բավական զարգացած են, ճիշտ են մտածում, ճիշտ են դատում, եւ ես նրանց միշտ ասում եմ, որ առաջին գծում ուսանողն է, հետո նոր դասախոսը։ Ես ուզում եմ, որ իմ ուսանողները լինեն լավ ուսուցիչներ, բարեկիրթ անձինք, լավ մարդիկ եւ միշտ հպարտանան, որ ուսանել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Ուսանողները գիտեք, մշտական ներքին կապ ունեն պարոն Գալստյանի հետ, թե ուսանելու տարիներին, թե դրանից հետո։ Ես նաև ականատես եմ, թե մեր արդեն ավակ եւ կրտսեր տարիքային տարբերությամբ հանդերձ ինչպես են ուսանողները մշտական կապի մեջ լինում, խորհուրդներ հարցնում, թե մասնագիտական, թե կյանքի, թե
այսպես փորձառության լիցքեր ստանում պարոն Գալստյանից։ Պարոն Գալստյանի դասերը շատ առանձնանում են իր կենթանի եւ արտահայտիչ լեզվամտածողությամբ։ Մենք ունկնդրում ենք նրա դասերը ու կարող եմ ասել, որ նա խոսքի մեծ վարպետ է։ Ես զարմանում եմ ամեն անգամ, ինչպես մի մարդու խոսքում, մի մարդու գիտելիքներում կարող են մեկտեղված լինել եւ խստապահանջությունը, եւ գիտական խորությունը, եւ մարդկային ջերմությունը։ Անգիր գիտի ամեն ուսանողի։ Նա կարողանում է ուսանողների հետ խոսել, ծնողների հետ խոսել։ Անշուշտ ամեն մեկին չէ, որ տրված է լավ ղեկավար լինել, եւ նա կարողանում է նաեւ միաժամանակ լինել նաեւ լավ ղեկավար, որը երևի դրան օգնում են նրա մարդկային բոլոր հատկանիշները։ Նա խոսքի արտասան լինելով հանդերձ մեզ էլ տանում է դեպի այդ ճանապարհով։ Շատ գտնված դեկան է եւ շատ հոգատար է եւ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության նկատմամբ։ Ծայրահեղ հոգատար է ուսանողների նկատմամբ, անկեղծ ասած, շատ հոգատար է։ Իսկ որպես դեկան, ես կարծում եմ ավելին չի լինում, քան այդ տեսակ աշխատանքը, այո։ Նրա համար կարևոր է մեզ ուսանողներիս կյանքում ամեն թեկուզ փոքր հաջողությունը, որպեսզի մենք ունենանք հաջողություններ, ու նա ոչ թե կոտրում է մեզ, հենց այդ բարկությունը չի արտահայտվում, չի կոտրում մեզ, այլ թևեր է տալիս, որ մենք ճախրենք ու դեպի շատ մեծ բարձունքներ գնանք եւ գրավենք։ Դասախոսին դասապրոցեսից դուրս հետաքրքրում է, թե ով է իր դիմաց նստած ուսանողը, ինչ մտածողություն կամ ինչ կրթություն ունի առհասարակ, ինչպես է վերաբերում այս կամ այն հարցին։ Պարոն Գալստյանը սովորական ղեկավարների կարծրատիպերը բոլորը կոտրում է, անցնում է կարծրատիպերից դուրս է։ 12-13 տարի դպրոցում աշխատեցիք, այնուհետև պիտի վերադառնայիք մանկավարժական համալսարան, անելիք ունեիք։ Բնականաբար հրավեր ստացա հայոց լեզվի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչից աշխատել մանկավարժական համալսարանում։ Շատ ուրախացա եւ տեղափոխվեցի մանկավարժական համալսարան։ Սկզբնական շրջանում սկզբնական կրթության ֆակուլտետում եմ աշխատել, այնուհետև այդ նույն ֆակուլտետի մայրենի լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն եմ ղեկավարել եւ ունեմ շատ հրաշալի ուսանողներ, որոնց հետ այսօր նույնպես կապի մեջ եմ։ Հաճախ եմ լինում դպրոցներում եւ այնտեղ հանդիպում իմ բարեջան սաներին, որոնք կարելի է ասել հայտնի ուսուցիչներ են։ Հուզիչ է, չէ՞ այդ հանդիպումը։ Շատ հուզիչ է։ Գիտեք, այն ժամանակ տարիներ առաջ խմբերը շատ մեծ էին։ Հիշում եմ, երրորդ կուրսը 110 հոգի էին։ Դե բնականաբար այդքանին անուններով չէի կարող հիշել, բայց դեմքով ճանաչում եմ։ Տարիներն անցել են, գլորվել են, բայց նրանց խորունկ աչքերից ես զգում եմ, որ այս ուսուցչուհին իմ ուսանողն է եղել։ Մոտենում է, բարևում է, հուզվում է, հիշողություններն է ներկայացնում։ Պարոն Գալստյան, դուք այսօր բանասիրական ֆակուլտետի դեկան եք։ Ասում են, որ ֆակուլտետում առաջինը աշխատավայրում դուք եք լինում, չափազանցնում են, աշխատանքը 9-ին է, չէ՞ սկսվում։ Օրկա ես 7-ին 10 պակաս ֆակուլտետում եմ եւ դա շատ կարեւոր է։ Դեկանը պետք է ընդունի ուսանողներին եւ ես կանգնում եմ մուտքի մոտ, ընդունում եմ իմ բոլոր ուսանողներին, ինչու՞ չէ նաեւ իմ գործընկերներին, շփտում եմ եւ 9:30 սկսվում է մեր օրը, աշխատանքային օրը, եւ ես պիտի նշեմ նաեւ իմ գործընկերների բարդաճանաչությունը։ Բանասիրական ֆակուլտետում աշխատում են 34 գիտությունների տեխնացուներ, դոկտորներ, պրոֆեսորներ եւ բոլորը բարեկիրթ են։ Երբեք նրանք չեն ուշանում, երբեք նրանք չեն թերանում եւ հավուր պատշաճի գնահատվում է նրանց աշխատանքը։ Իսկ դասախոսի աշխատանքը առաջին հերթին գնահատում է ուսանողը, իսկ եթե ուսանողը գոհ է մանկավարժից, ուրեմն ամեն ինչ իր տեղում է։ Դեկանը գալիս է առավոտյան 8-ից, աշխատանքը սկսվում է 9:30, բայց նա 8-ից արդեն այստեղ է եւ վերջին գնացողն է։ Ֆակուլտետում բոլորի համար նա կարծես ընկեր է, բարեկամ, անմնացորդ ընկեր նույնիսկ ես կարող եմ ասել, որովհետեւ իմ փորձից եմ ես դա ասում, անմնացորդ ընկեր է։ Որպես լեզվաբան նա գեղեցիկ խոսք ունի, բայց իր խոսքում երբևիցե չեք հանդիպի հրամայական եղանակի բայերի։ Որևէ հարցում չի կաշկանդել եւ չի ասել մենք այդպես չենք անում։ Առաջ պետք է նայել, միշտ պետք է փոփոխություններին ընդառաջ գնալ։ Սա ամենամեծ հատկանիշն է, որ
մինչ օրս ես տեսնում եմ իր մեջ ամեն օր սովորելու այդ բացառիկ ունակությունը։ Ինքը շատ ընդունակ եւ շատ երանդուն մտնավորական է եւ կազմակերպիչ է։ Բարեկրթության մարմնավորում է։ Շատ նրբանկատ է ու նրբազգաց։ Որպես մարդ հետաքրքիր անհատականություն է, որից ամեն օր սովորում ես։ Մարդ, որը փորձում է ամեն ինչ հասցնել, դա իհարկե այդպես հեշտ չի։ Հարահաս նվիրյալ ազնվորություն է։ Մարդասեր, լավ ընկեր եւ բարեկամ, միշտ նեղության մեջ գտնվողին օգնող, ունի խոսքի եւ մարդու հոգեբանության բացարձակ զգացողություն։ Նրա մասնագիտական կրթվածությունը չի սահմանափակվում սոսկ ակադեմիական գիտելիքներով, այլ վերածվում է զուտ մարդկային ներքին մեծ մշակույթի։ Այդ երևում է առաջին հանդիպումից, հենց բարևից, մինչև ամենաբարդ ճգնաժամային հարցերը լուծելու բացառիկ իր շնորհը։ Իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Ճիշտն ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես փորձում եմ կոնֆլիկտներ չստեղծել որևէ դասախոսի հետ, իսկ եթե լինում են որոշակի հարցադրումներ, ես նրանց հետ առանձին եմ զրուցում եւ կարծես ամեն ինչ հարթվում է։ Իր հետ հաճույք է աշխատելը։ Նրա հետ աշխատելը եւ հաճելի է եւ ստեղծագործական լիցքեր է տալիս։ Հեշտ է, շատ հեշտ է նույնիսկ։ Ասում եմ, ոչ միայն ես իմ անունից եմ ուզում ասել, այլ նաև ես հավատացած եմ, որ բոլոր աշխատակիցներն էլ մեր ֆակուլտետի նույնը կարող են ասել, եթե հիմա դուք փորձեք այդ հարցադրումը անել բոլորին։ Իր հետ աշխատելը բավականին հաճելի է, բավականին նպաստավոր է եւ նա շատ ձեռնհաս մտավորական է։ Պարոն Գալստյանի հետ շատ հեշտ է աշխատելը։ Նա ինչի մասին ուզում է լինի, նախ լսում է, հետո փորձում հասկանալ ու հետո հետաքրքիր է, այնքան մեղմ, այնքան սահուն է իր կարծիքը փոխանցում քեզ, որ հաճախ քեզ թվում է, թե դու ես այդ մտքի հեղինակը։ Բնավորությամբ հաշտ եմ, կոնֆլիկտային չեմ եւ կվկայեն իմ գործընկերները այդ մասին։ Պարոն Գալստյան, իսկ ինչ եք կարծում, ուսանողների սիրտը գրավելու, սերը վայելելու գաղտնիքը ո՞րն է։ Հետաքրքիր հարց է։ Աշխատում եմ հիմնականում 3-րդ կուրսում, մի հետաքրքրական առարկա եմ դասախոսում, խոսքի մշակույթ, խոսքի կուլտուրա։ Եվ հենց առաջին պահից պիտի գրավես ուսանողին։ Ինքը քեզ գիտե իբրև ֆակուլտետի դեկան, բայց ինքը չի ճանաչում քեզ իբրև խոսքի կուլտուրայի դասախոս, պիտի գրավես նրա սիրտը, պիտի այնպես անես, որ նա կլանված քեզ լսի եւ աշխատի տարբեր վայրերում։ Աշոտը իր բնույթով շատ բարի, համեստ, նվիրված, բոլորին նվիրված, հավատացեք, մեր բոլոր բարեկամներից ինքը տեղյակ է, ով ինչ խնդիր ունի, եթե կարող է ինչ-որ հարցով ինքը օգտակար լինել, պատրաստ է։ Գիտակրթական ակտիվ գործունեություն վարող ասնավորություն է եւ նման մտավորականները մեր իրականության համար շատ կարեւոր են, շատ պիտանի են եւ աստվածտան նման երանդուն մտավորականներ շատ ունենանք եւ գործի նվիրումներ շատ գտնվեն մեզանում։ Բացարձակ բարի անձնավորություն է եւ այդ բարությունը ոչ թե խեղճությունից է կամ անճարությունից, այլ այդ բարությունը երևի նրա հզոր մարդկային պոտենցիալից է։ Շատ բարի ու բարեկերտ մարդ է։ Իր բառերի ընտրությունը հատուկ է, բայց դա իր ինքնաբուխ է, ոչ թե արհեստական, այլ ինքնաբուխ են։ Երբեք առաջ չի գնա, երբեք ինքն իրեն չի գովազդի եւ այնտեղ երբ կհարցնեն իսկ ով է դրա հեղինակ, ինքը լուր կմնա, գոնե մեկը կողքից իր անունը կտա, ինքը երբեք առաջին քայլը իր համար չի անի։ Պարոն Գալստյան, դուք երկար տարիներ նաև ճեմարանում եք։ Կսխալվեմ, եթե նկատեմ, որ ճեմարան գնալու ձեր արմատները մանկություն են տանում։ Ճիշտ եք նկատում, աշտարակը նաև եկեղեցիների քաղաք է եւ երբեմն ինձ ասում են աշտարակի որ մասում եք ապրել, ասում եմ ժամի թաղում, այդպես է կոչվում, Սուրբ Մարիանե եկեղեցու բակում է անցել իմ մանկությունը եւ հրավեր ստացա աշխատելու
Գևորգյան ճեմարանում։ Բնականաբար նաև Էջմիածինը մոտ է աշտարակին եւ ծնողներս հաճախ են տատիկս ինձ Էջմիածին տարել սրբավայր եւ իմոտո ծանոթացրել այդ մասունքներին։ Եվ Գևորգյան ճեմարանում աշխատում եմ 2002 թվականից եւ շատ հպարտ եմ, որ ունեմ այդպիսի սաներ, որոնք աշխատում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարբեր կենտրոններում, եկեղեցիներում, այլև Սփյուռքի եկեղեցիներում եւ անկեղծ ասած ջերմ կապի մեջ եմ։ Բացի իր խոսքը, իր պահվածքը նաև օրինակ էր մեզ համար առօրյա կյանքում հենց։ Այս պահին նույնպես աշխատում եմ Վազգենյան դպրանոցում, Սևանա կղզում է, Ալսարանում, ունեմ հրաշալի սաներ, որոնցով հպարտ եմ, գիտելիքներ ունեն իմ սաները եւ կարողանում են այսպես արարել, սովորել եւ այսպես կդառնան նրանք շատ հայտնի հոգեվորականներ։ Առավելապես մեզ համար շատ նշանակալի են եղել զրույցները կամ անմիջական զրույցները, որ ունեցել ենք պարոն Գալստյանի հետ եւ դասի ժամանակ եւ դասապրոցեսից դուրս։ Ուսանող դասախոս հարաբերությունները հաճախ նաև ընկերության են վերածվում ձեր դեպքում։ Ես երբեմն ցույց չեմ տալիս, թե ունեմ լավագույն սաներ, որոնց նկատմամբ այսպես առավել բարեկիրթ եմ, ուսանողը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ զգում է եւ ճանաչում է դասախոսին, մանկավարժին։ Եթե ինձ հարցնեն, թե ով կարող է մանկավարժի դասախոսի մասին ճշգրիտ կարծիք հայտնել, ես կասեմ ուսանողը։ Եթե ինձ հարցնեն, թե ուսուցչի մասին ով կարող է ճշգրիտ կարծիք արտահայտել, ես կասեմ աշակերտը։ Հարցրեք երեք աշակերտի եւ նա ուսուցչի նկարագիրը ըստ էության կներկայացնի։ Պարոն Գալստյան, իսկ շատ պատասխանատու աշխատանքը եւ ընտանիքը դժվար է համատեղվում։ Գիտեք, ես պիտի շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին։ Շատ դժվար է ընտանիքում ունենալ գիտնական ամուսին, երբ իրենք միտեղ են գնում, իսկ դու չես կարող գնալ, որովհետև դոկտորական ատենախոսությունը պիտի ամփոփես։ Շատ դժվար է ընտանիքում ունենալ գիտության նվիրյալ հայրիկ, երբ տղաներ ուզում են ինչ-որ տեղ գնալ, իսկ դու նրանց խնդրում ես, որ գործեր կան եւ պետք է պրպտես, հավաքչական աշխատանք կատարես, գրադարան գնաս, եւ այդ առումով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքի անդամներին, որ լրելյայն, համբերատար կարողացել են դիմակայել այս ամենին եւ նաեւ օգնել։ Շատ հարցեր, որ հայրիկի պարտականություններն են, մայրիկը գուցե իր ուսերին է վերցրել կամ զավակները իրենք են փորձել կատարել, որպեսզի հայրիկը հանգիստ, խաղաղ, լրելյայն իր գործը շարունակի։ Այդ առումով շնորհակալություն իմ ընտանիքի բոլոր անդամներին։ Կյանքում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում։ Կյանքում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ սիրասուն ընտանիքը, որ ունեմ, նաև իմ լավագույն ծնողներին, որ ես ունեմ այսպիսի ծնողներ եմ ունեցել եւ ամեն անգամ աշտարակ գալիս ընտանիքով այցելում ենք աշտարակի գերեզմանոց եւ որ Կեմինը ունի այդպիսի բանաստեղծություն աշտարակի գերեզմանոցը եւ երբ ես հոգնեմ այս դաժան դարի համար ապրելուց կգամ կնստեմ այս քարի վրա կամ այս քարի տակ եւ այդպես այցելում ենք ընտանիքով հայրիկի եւ մայրիկի գերեզմանին խունկ ենք ծխում ծաղիկներ ենք դնում եւ մի քանի րոպե լուր զրուցում ենք մեր ծնողների հետ իսկ նրանք երկնքից լսում են մեզ եւ իրենց գոհունակությամբ մեզ ողջևորում եւ հպարտանում ինչու՞ չէ
աշտարակը վառ անհատականություններ է տվել մեծ հայրենասերներ Գևորգ Էմին, Փարքես Պետրոսյան, Պերճ Պրոշյան, Աշոտ Գալստյան։ Նաև այս շարքը կարելի է շարունակել, աշտարակը տվել է նաև մեծ կաթողիկոս Ներսես աշտարակեցի, որին Մակլերը անվանել է Փիլոն հագած Գարիբալդի։ Մենք հպարտանում ենք աշտարակցիներս Ներսես աշտարակեցի կաթողիկոսով։ Նաև էլի մեծեր կան։ Եվ իրապես սա Սուրբ քաղաք է եւ կոչվում է եկեղեցիների քաղաք, մենք հպարտանում ենք կարմրավորով, Սուրբ Մարիաննեով։ Հաճախ եք լինում։ Գրեթե ամեն շաբաթ։ Առանց աշտարակի ես չեմ կարող ապրել։ Աշտարակը ինձ համար թթվածին է, աշտարակը ինձ համար օդ ու ջուր է։ Երբ գալիս եմ մեր այգում հանգստանում եմ, ես չեմ ուզում դուրս գալ այգուց, անընդհատ ուզում եմ շնչել աշտարակյան օդը, այս բարիքներից օգտվել, այս տարի նաև արագիլն է իջել մեր այգու վրա, նաև այդ ճնճղուկներն են պես թրվռում, այո, շատ գեղեցիկ է մեր քաղաքը։ Սա եւ եկեղեցիների քաղաք է, եւ կամուրջների քաղաք է, եւ ունի իր խորհրդանիշները, ընկույզը, աշտարակի պոպոկ հայտնի երգը, նաեւ Ծիծեռնակը, ես իմ խոսքի սկզբում նշեցի, ծիծեռնականիստ աշտարակ, Գևորգ Դոդոխյանի հայտնի բանաստեղծությունը։ Ծիծեռնակ, ծիծեռնակ, դուգանան սիրուն թռչնակ։ Այն հետաքրքիր է, շատ նվիրված մանկավարժը եւ խստապահանջ ղեկավարը, ինչպիսին է տանը, ընտանիքում։ Շատ տարբեր մարդկանց հետ գործ ունենք։ Բնականաբար տանը կերպարափոխվում ես։ Չես կարող քեզ այդպես ղեկավարի դիրքում պահել։ Չենք տեսել բարկացած հայրիկին եւ դժվարում եմ ձեր հարցին պատասխանել։ Երբևիցե չեմ տեսել, որ պարոն Գալստյանը ափերից դուրս գա, բարձրաձայն խոսի, ինչ որ մեկին ինչ որ բան պարտադրի կամ ուղղակի տրամադրություն չունենա։ Նման իրավիճակներ երբևիցե չեն լինում։ Բարկանում է, երբ սխալ ինչ որ բան է արվում, երբ մարդը կարող է ուսանողը կարող է ստել, ենթադրենք։ Շատ համբերատար է, մանկավարժի լավագույն օրինակն է մեզ համար, շատ մեծ մանկավարժական փորձ ունի, շատ հանգիստ է, եթե անգամ բարկանում է, շատ հանգիստ է իրականում արտահայտվում այդ ամենը։ Անկեղծ չեմ տեսել, ես պարոն Գալստյանին բարկացած չեմ էլ պատկերացնում։ Տանը երբեմն ներում ես, տանը երբեմն ժպտում ես, տանը զավակների չարաճճությունները, երբ դեռ փոքր էին իհարկե, հիմա բավական մեծ են, փորձում ես այսպես շրջանցել եւ նրանց հետ ընկերանալ։ Ինքը աթոռ ունի, թե չունի, նույն մարդն է, պարզ, հասարակ, անմիջական, նվիրված, հոգատար, ամենևին ես չեմ զգացել այդպես ղեկավարի արկայություն, որ ինձ կկաշկանդեր։ Իր մարդկային տեսակով, իր բնավորության գծերով ինքը նույնն է բոլոր տեղերում, ինքը նույն բարեկիրթ, նվիրված, ջերմ, սիրառատ մարդն է։ Աշխատանքի նկատմամբ մի քիչ ինքը ավելի պահանջկոտ է, դա երևի թե պայմանավորված է նրա ներքին պատասխանատվությամբ։ Ես իմ երկու զավակների ընկերն եմ դեռ փոքրուց։ Նրանց հետ Երևանյան այգիներում եմ թափառել, նրանց հետ գնացել եմ կենդանաբանական այգի, բուսաբանական այգի եւ փորձել եմ մանկավարժական այդ հնարները նրանց հետ աշխատել եւ կարծես թե հաջողվել է։ Մանկավարժության այդ գիծը նաեւ տանն է օգնում, որպեսզի անդորը լինի խաղաղ եւ հետաքրքրական։ Իսկ ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Գուցե տան անդամներ այդ հարցին կարողանան պատասխանել, որ մեղմ է մարդկանց հանդեպ։ Ինքը ազնական, ազնային տերություն չունի։ Իմ ցանկությունն է, որ նա մի քիչ ավելի խստապահանջ լիներ, բոլորիս հանդեպ, սկսելով ինձանից եւ առասարակ կոլեկտիվներում, այսօրվա իր դրած բարձր նշածողը հասանելի լինելու եւ նրան բոլորից
բոլորի ձգտմամբ ապահովելու համար։ Ճիշտն ասած ոչ մի թերություն չունի։ Բացարձակապես թերություն չունի։ Թերություն չկա, թերացում չունի։ Այն ինչ որ անում է իր գործի մեջ, դա անթերի է։ Կարծում եմ թերությունները խոսելուց կնշեմ այնքան առավելություններ ունի, զուտ այդ առավելություններն են շատ նրա թերությունները։ Տեղ է լինում, որ պետք է որ ինչ որ կոպիտ բառ ասի կամ ինչ որ ձևով կոպիտ պատասխանի, բայց դա էլ չի անում։ Ոչ թե չի կարող, այլ ուղղակի իր տեսակը մարդկային այդպեսին չէ։ Թերություն որպես այդպեսին, բառի ուղիղ իմաստով չեմ նկատել։ Նրա թերությունը իր բոլոր առավելություններն են, չունի թերություն, այսպես կարող եմ բնութագրել։ Չափազանց համեստ է, երբեք ի ցույց չի դնում իր իրական արժանինքները, ձեռքբերումները, անցած ճանապարհը։ Դե բնականաբար այդպիսի մարդ չկա, որ թերություն չունենա, գուցե թերությունս այն է, որ շատ հարցերով չեմ զբաղվում, տնային հարցերով եւ աշխատանքի բերումով իհարկե այդ ամենը թողնում եմ տան անդամներին։ Իսկ նրանք սիրով կատարում են այն, ինչ ես չեմ հասցնում։ Գուցե թերացումներից մեկը դա է, բայց կարծում եմ, որ դա օբյեկտիվ է։ Այո։ Իսկ ընտանիքին այսօր բավարար ժամանակ կարողանում եք տրամադրել։ Այո, դիսերտացիայի պաշտպանությունից հետո արդեն ընտանիքի հետ կարողանում եմ քայլել, հաճախել տարբեր վայրեր, կրծեր որդուց Վարդանի հետ այսպես զրուցել տարբեր հարցերի շուրջ, Համլետին ուղղորդել եւ այս առումով կարծես ազատ ժամանակը ավելի շատ է, բայց դարձյալ հոդվածների, ուրեմն հյուսումը եւ տպագրումը, գրքերի, այսպես հեղինակումը, նաեւ լինում եմ հանրապետության տարբեր դպրոցներում, ես եւ իմ գործընկեր, հայտնի այսպես դասախոս Թամարա Թովմասյանը նախաձեռնել ենք մի ծրագիր, դասը վարում են դասագրքի հեղինակները, 5-րդ դասարանի դասագրքի համահեղինակներն։ Հրաշք նախաձեռնություն։ Այո, լինում ենք Հայաստանի տարբեր դպրոցներում, արդեն գիտեն մեր ուսուցիչները հրավիրում են եւ 5-րդ դասարանում վարում ենք մայրենիի դաս։ Եվ այնքան ջերմ են այդ աշակերտները մեզ մոտենում, այո, նախորդին Երևանի դպրոցներից մեկում, որքան չեմ սխալվում, 153 համարի դպրոցներ, այսպես փարվել էին եւ ասում էին խնդրում եմ նորից եկեք պարոն Գալստյան, եւ դա վարպետաց դասեր են, որոնք պետք են եւ ուսուցիչներին եւ մերօրյա աշակերտներին։ Այո, աշակերտների համար անհրաժեշտություն է։ Պարոն Գալստյան, 150-ից ավելի գիտական հոդվածներ, բազմաթիվ դասագրքերի հեղինակ ու համահեղինակ, եւ այսօր երիտասարդի ավյունով ու շատ մեծ սիրով շարունակում եք աշխատել։ Երիտասարդ մնալու գաղտնիքը ո՞րն է։ Հետաքրքիր հարց եք առաջադրում, երիտասարդ մնալու գաղտնիքը երիտասարդների հետ աշխատելն է։ Ես իմ ուսանողներին էլ եմ ասել։ Այո, բնականաբար այս 150-ից ավելի հոդվածները, դասագրքերը, ուսումնական նյութերը հենց այնպես չեն ծնվում։ Աշխատատար են եւ ժամանակ է հարկավոր, որպեսզի նստես եւ չսխալվես եւ ըստ էության այս ամենը ներկայացնես։ Եվ մանկավարժական համալսարանը այդ երիտասարդության գաղտնիքը տալիս է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանը աշխատել երիտասարդների հետ։ Նրանց շրջապատում դուք ես շատ փոքր ես զգում, շատ երիտասարդ ես զգում։ Նրանք են փոխանցում քեզ երիտասարդ լինելու գաղտնիքը եւ այդ առումով մանկավարժական համալսարանի դասախոսները եւ ընդհանրապես մանկավարժները հավերժ երիտասարդ են, որովհետև աշխատում են մատաղ սերնդի հետ։ Պարոն Գալստյան, աշխատանքային կենսագրության մի փոքրիկ կանգառ նաև հեռուստատեսությունում ունեցեք։ Այո, աշտարակի կաբելային հեռուստատեսությունում 90-ական թվականների սկզբից 11-12 տարի աշխատել եմ, նորություններ վարող եւ օրը մեջ կարծես թե հյուրընկալվել եմ աշտարակցիներին եւ հիմա ովքեր որ հիշում են փողոցում կամ խանութում հանդիպում են, ասում են դուք կաբելայինի աշխատողն եք, որ օրը մեջ մտնում էիք մեր տուն, հյուրընկալվում, ասում էի այո, երանելի տարիներ էին եւ այսպես ջերմությամբ եմ հիշում այդ տարիները։ Կարծես աշխատանքային այսպես կենսագրությունս ամբողջանում է նաեւ աշտարակի հեռուստատեսության աշխատանքով։ Լինում էինք տարբեր վայրերում, հաղորդումներ նկարահանում, հիշում եմ, երբ տնօրեն պարոն Բոցինյանի հետ եղանք ծերանոցում եւ շատ հենց առաջին հայացքից
այսպես ներքին լարվածություն ունեցա տեսնելով այդ տատիկներին ու պապիկներին, որոնք ապրում էին ինտերնատում եւ հետաքրքրական էր լինել նրանց հետ եւ մի օր անցկացնել այդ հաղորդման նկարահանման շրջանակներում։ Անգլիական այգում աշխատանքներն ով է անում։ Այգում աշխատանքներն անում է եղբայրս, ինքն է մշակում, ինքն է տնկում, շնորհակալություն եւ ես շաբաթ եւ կիրակի օրերին այցելում եմ եւ ինձ համար հատկապես երեկոյան ժամերին, երբ աշտարակը փորձում է արդեն ընկղմվել մթության մեջ, արփին ծուլորեն գլորվում է դեպի մայրամուտ, ես չեմ ուզում այգուց դուրս գալ, որովհետև անընդհատ ուզում ես վայելել այս հրաշքը։ Հաղորդման գործընկեր Ակվատեկ սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Ակվատեկում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Ակվատեկում։ Համատեղեք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Ակվատեկում։